Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է, բարև ձեզ, Տիկին Մանասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Ինչ է անում օմբուդսմենի կառույցը ուղղակի կամ անուղղակի ձևով հակազդելու Հայաստանում հատկապես քաղաքական բռնության, ատելության, վիրավորանքի մթնոլորտին, որը ակնհայտորեն ահագնանում է խորհրդանական ընտրություններին, ընդառաջ քաղաքական գործիչները սկսում են ավելի շատ այսպես սուր բառապաշար օգտագործել իրար, վիրավորել, դրանք կարող են հաճախ բռնության, այսպես համատեքստ ունենալ, թե դուք կնախընտրեք ավելի զգույշ լինել, ավելի լռել կամ կողքից դիտել, զգուշանալով թիրախավորումներից տարբեր կողմից։ Նախ շնորհակալություն հենց առաջին այս հարցը բարձրաձայնելու համար, որովհետև սա այն հարցերից է, որով ես ինքս նաև շատ հրապարակային եղանակով զբաղվում եմ ամենօրյա ռեժիմով եւ դարձյալ պիտի շատ անկեղծ շեշտադրեմ, որ կարծում եմ պիտի պարզ լիներ այսքան տարիների ընթացքում, որ թիրախավորումից ընդհանրապես չեմ վախենում, որովհետև երևի թե ամենաշատը թիրախավորվող պաշտոնյաներից եմ, նաև ոչ այդքան բովանդակային ձևաչափով, այդ թվում որպես կին թիրախավորվող եւ այլն, հետեւաբար սա որևէ կերպ չի կարող ազդել իմ որպես մարդու իրավունքների պաշտպան իրականացվող գործունեության վրա։ Ուզում եմ հատուկ նաև շեշտադրել, որ ատելության խոսքի հետ կապված հարցերին ես անդրադառնում եմ նաև հրապարակային եղանակով, գրեթե ամենօրյա ռեժիմով, եւ այս տեսանկյունից մենք առաջին հերթին մշտադիտարկում ենք դաշտը եւ փորձում ենք առանձնացնել ատելության խոսքի այն հիմնական տարատեսակները, որոնք առավել հաճախ են տարածվում մեր թե քաղաքական, թե ընդհանրապես հանրային միջավայրում։ Պիտի նշեմ, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հանրային միջավայրն իրապես առանձնանում է շատ լայն տարածվող ատելության խոսքի գրեթե բոլոր տեսակներով, թե սեռով պայմանավորված, թե օրինակ հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված, ազգային, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների գրեթե բոլոր հիմքերով Հայաստանում ատելության խոսքը շատ լայն տարածում ունի։ Մենք իհարկե դուք ինչ եք մտադիր անել, օրինակ ես չգիտեմ, դա ձեր լիազորությունների մեջ մտնում է, թե ոչ, միգուցե պետք է նաև քաղաքական ուժերի հետ աշխատեք, այսինքն եթե դուք տեսնում եք կարմիր լույսեր վառվող այս կամ այն քաղաքական ուժից, որտեղից առավել հաճախ ագրեսիվ հռետորաբանություն է լսվում, միգուցե ներեցեք, դա ձեր անմիջական լիազորությունների մեջ չի մտնում, բայց միգուցե կոնտակտի դուրս գալ, որոշակի ձեր մշտադիտարկման արդյունքները նրանց ցուցադրել, որ ձեր այս խոսքը հակասում է սրան, ձեր այս խոսքը թիրախավորում է, ասենք ազգային փոքրամասնությունների կամ, չգիտեմ, կանանց կամ արցախցիների եւ այլն, նման աշխատանքի հնարավորություն դուք դիտարկում եք, լինի իշխանություն թե ընդդիմություն։ Ոչ միայն դիտարկում ենք, այլ նաեւ ես ինքս իրականացնում եմ հենց նմանատիպ աշխատանք, որովհետեւ հնդածս փորձել եմ երկխոսության տարբեր հարթակներ ձևավորել, հասցեագրվում են այս դեպքերը հենց իրենց հետ։ Այո, ես հիմա նաև կփորձեմ ցույց տալ, թե ինչ ձևաչափով, ընդ որում խոսքը միայն քաղաքական դերակատարների հետ երկխոսության ու շփումների մասին չէ, խոսքը նաև մի շարք այլ դերակատարների հետ շփումների մասին է, որ ինքս ես նախաձեռնել եմ, նախ նշեմ, որ օրինակ նախորդ տարի մենք շատ կարևոր քննարկում կարողացանք կազմակերպել խորհրդարանը ներկայացնող տարբեր քաղաքական ուժերի ներգրավմամբ։ Իհարկե ցավում եմ, որ հենց падգամավորների մակարդակով ներկայացված էր միայն քաղաքական մեծամասնությունը, որովհետև քաղաքական այլ ուժերից հիմնականում ներկայացված էին նրանց օգնականները, բայց միևնույն է, դա եւս շատ կարևոր հարթակ էր միասին քննարկելու այն խնդիրները, որոնք առկա են դաշտում։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ մեր մշտադիտարկումների արդյունքները հատկապես ցույց են տալիս, որ ատելության խոսքը լայն տարածում ունի ոչ միայն քաղաքական միջավայրում, այլ շատ լայն է տարածվում նաև մասնագիտական տարբեր համայնքներում։ Օրինակ, լրագրողների կողմից է շատ ավելի լայն ծավալով տարածվում, իրավաբանական համայնքը ներկայացնողների կողմից, եւ դա է պատճառը, որ մենք որոշել էինք նաև երկխոսության հարթակ ձևավորել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, եւ այս առումով բավականին լուրջ ծրագրեր արդեն իսկ կարողացել ենք իրականացնել ու նաև մենք շատ ենք աշխատում երիտասարդների հետ, ցույց տալու համար, թե օրինակ ինչն է ատելության խոսք, ինչպես է պետք դրանից խուսափել, նույնը ունեցել ենք իդեպ նաև լրագրողների մասնակցությամբ մի քանի սեմինար քննարկումներ, որտեղ անդրադարձել ենք ատելության խոսք տարածող, թե նաև կրող եւ օգտագործող Կուզեի սրան էլ թե տարածող, թե կրող եւ օգտագործող եւ ուզում եմ այստեղ շատ մի կարեւոր հանգամանքի ուշադրություն դարձնել։ Իրականում մեր միջավայրում առկա խնդիրների մեծ
մեծ մասը ոչ թե գալիս է շատ դեպքերում նրանից, որ անձինք ուզում են պարտադիր դիտավորյալ եղանակով հակաիրավական խոսք տարածել, այլ մի շարք դեպքերում մեր միջավայրը այն կրթական տրամաբանությամբ է կառուցվել, որ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ իրենք ատելության խոսք են տարածում։ Օրինակ, մենք ունենք քաղաքական դերակատարներ կամ քաղաքական ուժեր, որոնց օգտագործած լոզունգներն ինքնին ատելության խոսքի տարատեսակներ են պարունակում։ Ես հիմա եկեք դերակատարներին չնշեմ, քանի որ նախընտրական ժամանակահատված է, չստացվի, որ որպես մարդու իրավունքների պաշտպան թիրախավորում եմ նաև քաղաքական դերակատարներին։ Թուրքիա-Հայաստան լոզունգ օրինակ։ Օրինակ, այդ թվում դրանք ըստ էության իրենց մեջ պարունակում են ազգային էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքի տարրեր եւ մի շարք այլ հանգամանքներ էլ, հա, այս առումով պետք է նկատի ունենալ ու նաև մի կարևոր բանի մասին։ Կնեք այդ լոզունգը, այսինքն դուք ֆիքսել եք որպես ատելություն տարածած։ Այո, իհարկե, եւ ավելի նշեմ, ես ինքս նաև քաղաքական դերակատարների հետ եմ այդ առումով շատ զրուցում եւ փորձում եմ նրանց եւս բացատրել, որ իմ խնդիրը ոչ թե այսպես ագրեսիվ քննադատություն իրականացնելն է իրենց, հակառակը իմ խնդիրը իրազեկելն է հանրությանը եւ երկխոսություն ունենալն է քաղաքական դերակատարների հետ, որպեսզի մենք բացառենք պարզապես այսպիսի խոսքի տեսակները, որովհետեւ մարդիկ չեն պատկերացնում, բայց սա շատ դեպքերում նաեւ ընդ որում ասեմ միջազգային դիտարկումների հիմք է դառնում եւ օրինակ ինչու պետք է տարբեր միջազգային փորձագետներ Հայաստանում ներկա գտնվեն այն ժամանակահատվածում, երբ օրինակ շատ լայն հավաքներ են, հա, տեղի ունենում ու վերջում գնան ու միջազգային զեկույցում արձանագրեն, որ Հայաստանում ռասիստական խոսք է տարածված, այդ թվում քաղաքական միջավայրում, այն պայմաններում, որ իրականում մենք շատ տարբերվում ենք, հա, այս առումով մի շարք այլ երկրներից։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարները, նաև կուզենամ հատուկ նշել մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, այս ամենի վերաբերյալ ունենան շատ ավելի պատշաճ պատկերացում։ Այսինքն ռասիզմի մեղադրանք է գալիս Հայաստանի վրա, օրինակ կոնկրետ այս լոզունգի հետևանքով։ Օրինակ, կամ մի շարք այլ լոզունգներ, որոնք կարող են ուղղված լինել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլն, դրանք էլ բոլորովին այլ դիտարկումների հիմք են դառնում։ Շատ լավ, Տիկին Մանասյան, քաղաքական լարված մթնոլորտը հաճախ ուղեկցվում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության տեսքով։ Ֆիզիկական բռնություն շատ հեշտ է իդենտիֆիկացնել, բայց հոգեբանական բռնություն կարող է տեղի ունենալ աննկատ, հա, դրա հաղթարումը անհույս չի թվում, երբ դրա կենտրոնում հայտնվում է օրինակ վարչապետը անձամբ, մետրոյի դեպքը բոլորին հայտնի է եւ ինչքան գիտեմ դուք դատապարտել եք, նա փախած բառներ օգտագործում, հետո իհարկե ներողություն հայցում, մյուս դեպքում իր դեմ է բռնարարք կիրառվում կամ բռնարարքի փորձ վարչապետի ըստ իրավապահների գնահատման, բարձր գորգորում է ընդդիմախոսների վրա, այնպես չի որ մեր ընդդիմությունը սուրբ է եւ նմանատիպ գործիքակազմեր իրենք չեն կիրառում նույն իշխանականների նկատմամբ, իշխանական ընտրազանգվածի նկատմամբ, այսինքն երկուստեք կա այս անհանդուրժողականությունը, եկեք այդպես բնորոշենք, անհույս չի, երբ որ օրինակ այս մթնոլորտում ներգրավում է եւ սցենարի խաղարկողներից է դառնում վարչապետն անձամբ, օրինակ։ Ես կարծում եմ, որ որևէ բան չի կարող անհույս լինել, եթե մենք բոլորս կոնկրետ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում եւ եթե բոլորս այստեղ ենք հենց խնդիրները հաղթահարելու նպատակով, նշանակում է, որ իրավիճակը մեզ համար անհույս չէ եւ մասնավորապես ինձ համար շատ կարևոր նպատակ եմ դրել ամեն ինչ անել, որպեսզի մենք կարողանանք վերացնել այդ անհանդուրժող եւ անհամերաշխ բոլոր հնարավոր դրսևորումները եւ երևույթները։ Ես մի նշում անեմ, ես ամենևին հիմա այն մթնոլորտը չեմ ստեղծում, որ քննադատեք վարչապետին եւ դա ես վերնագիր դնեմ ու սկանդալ դարձեմ։ Իմ խնդիրը բովանդակային հարցադրում անելն է, օրինակ վարչապետին դուք այդպես անձնական շփման ժամանակ այս վարքագծի կանոնների մասին խոսում եք, որ դա կարող է որոշակի հասարակական լարվածություն բերել, ատելություն սերմանել, օրինակ Արցախցի հայաստանցի դիսկուրսին նպաստել, որը այդքան էլ մեղմ ասած առողջ դիսկուրս չի հայաստանյան հասարակության համար։ Ուզում եմ ասել թեկուզ ոչ պաշտոնական խողովակներով նման խոսակցություն տեղի ունենում է Տիկին Մանասյան, որովհետև հրապարակային խոսակցություն ես չեմ լսել, միգուցե դա մի քիչ այլ կերպ էլ ընկալվի, այ ընդդիմությունն ասի, այ տեսեք, ՄԻՊ-ը դաս է տալիս վարչապետին եւ դա քաղաքական շարժման առարկա դառնա։
Նախ նշեմ, որ ես բնավ չեմ կարծում, որ հիմա դուք այս հարցը տալիս եք որևէ քաղաքական ուժի կամ որևէ դերակատարի հետ կապված, հա, թիրախավորման մթնոլորտ ստեղծելու համար, որովհետև շատ պրակտիկ եւ կարեւոր հարցադրման եք անդրադառնում եւ ես ինքս էլ բազմիցս նշել եմ, որ հատկապես այն հանրային դերակատարները, ովքեր մեծ լսարան ունեն եւ մեծ լսելիություն ունեն, նրանք պետք է հատկապես զգույշ լինեն։ Օրինակ ես վստահ եմ դուք որպես մեծ լսարան ունեցող լրագրող, ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան, ամեն կերպ փորձում ենք շատ զգույշ լինել մեր արտահայտություններում եւ ձևակերպումներում, որպեսզի որևէ կերպ չնպաստենք անհանդուրժող միջավայրի զարգացմանը։ Հիմա այս դեպքում էլ թե մեր պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, թե այն բոլոր հանրային դերակատարները, կլինեն դրանք քաղաքական մեծ դերակատարներ կամ այլ հանրային դերակատարներ, որոնք մեծ լսելիություն ունեն, պետք է իրապես շատ զգույշ լինեն եւ ես գրեթե նրանցից բոլորի հետ իմ թե հրապարակային, թե ոչ հրապարակային հաղորդակցություններում սրա վերաբերյալ անընդհատ եմ խոսում, ընդ որում ես բնավ նպատակ չունեմ ուսուցչի կամ դասղեկի դեր ստանձնել, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանի դերակատարությունը ու նաեւ իմ որպես մարդու դերակատարությունը բոլորովին այլ եմ համարում։ Ես ցանկություն չունեմ այսպես իմ շուրջ ձևավորելու քննադատողի կամ բոլորին վերահսկողի, հա, որոշակի մթնոլորտ, այլ հակառակը արժեքների պաշտպանի եւ տարածման գործառույթ։ Եվ դա է հենց պատճառը։ Եվ դա է հենց պատճառը, որ ես ինքս փորձում եմ դա իրականացնել շատ ճիշտ մեթոդաբանությամբ եւ նաեւ հավասարակշռված մեթոդաբանությամբ։ Ես ինձ երբեք թույլ չեմ տալիս օրինակ մի ձևակերպում հրապարակային խոսքում, որը թույլ կտամ օրինակ անդիմադիր գործիչների կամ թույլ չեմ տա անդիմադիր գործիչների նկատմամբ, թույլ տամ պետական իշխանության մարմինների նկատմամբ կամ հակառակը, եթե որևէ ձևակերպում թույլ չեմ տալիս պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, նույնը չեմ անում օրինակ անդիմության նկատմամբ, որպեսզի այս հավասարակշռվածության շեմը որևէ կերպ չխախտվի, բայց նորից եմ կրկնում, մենք այս առումով շատ տխուր վիճակում ենք գտնվում, շատ վատ վիճակում ենք գտնվում եւ նաեւ դա է պատճառը, որ այո, ինչպես նշեցիք, թե օրինակ մետրոյի միջադեպի հետ կապված հարցին ես ինքս անձնապես եմ անդրադարձել առանց որևէ դիմումի իմ նախաձեռնությամբ եւ դատապարտել եմ դեպքը եւ այո, շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր հասարակությունում չձևավորենք ջրբաժան գծեր եւ մեզ չսկսենք առանձնացնել օրինակ, չգիտեմ, կանայք տղամարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ հաշմանդամություն չունեցող անձինք, հայեր, եզդիներ կամ քրդեր օրինակ, կամ հայաստանցի, արցախցի, այո, միանշանակ։ Այս ամենը պետք է բացառված լինի։ Այո, այս առանձնահատկությունները մենք բոլորս պիտի նկատի ունենանք, չենք կարող նկատի չունենալ, բայց դա պիտի լինի հակառակը համերաշխ հանդուրժող միջավայր ձևավորելու հիմք։ Երբեմն լսում եմ ձեր հասցեն քննադատություն, որ այո, դուք կարող եք արձագանքել, բայց ընդհանրական լինեն այդ արձագանքները առանց անուններ տալու, մի թե անուններից խուսափելը չի կարող այսպես նպաստել անպատժելիության մթնոլորտին, ամեն դեպքում եկեք ընդունենք, որ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից ասպես ֆիզիկական կամ հոգեբանական ներգործության դեպքերը ավելի վտանգավոր են, որովհետև դա ինչ որ ամենաթողության մթնոլորտ կարող է ստեղծել, ով իշխանություն ունի, նա ամենազոր է, իսկ ով չունի, նա այսպես թիրախավորված է։ Ես անկեղծ ասած համամիտ չեմ նշված քննադատություններին, որովհետև դեպքերի մեծ մասում, եթե դիտարկեք, շատ հստակ երևում է, թե կոնկրետ որ դեպքը եւ ինչն է, հա, դատապարտվում, ավելին ասեմ, մետրոյի միջադեպի մասին խոսել եք, բայց անուն չեք տվելու։ Ես մետրոյի միջադեպի մասին խոսելիս լրագրողների հետ ճեպազրույցում երևի մի 4 անգամ կրկնել եմ այն հանգամանքը, թե ինչը եւ ում եմ դատապարտում, հետեւաբար մի քիչ նաեւ արհեստականացված եմ, հա, դիտարկում այս բոլոր քննարկումները, ավելին կարող եմ ձեզ նշել, մի շարք իրավիճակներում հատկապես մի ընթացք կար, երբ կարծեմ մի շաբաթվա ընթացքում մոտավորապես 3 դեպք եղավ, որը ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան դատապարտել էի եւ շատ տարօրինակ հրապարակումներ էին, հա, մեր մոնիթորինգ իրականացնող փորձագետները դիտարկում, ասում էին օրինակ այ տարածել են, որ ճիշտ է մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է, բայց մենք չենք
վստահում այդ քննադատությանը կամ օրինակ ճիշտ է քննադատել ձեզնից դե կոշտ խոսքեր հենց դրա համար կառավարության հրաժարական են ակնկալում հավանաբար բայց կներեք դա հիմք կարող է դառնալ օրինակ ինձ որպես մարդու իրավունքների պաշտպան տարբեր հնարավոր միջազգային հարթակներից էթիկայի կանոնների խախտման հիման վրա եւ մեր գործունեության սկզբունքների հիման վրա կարգավիճակի իջեցում իրականացնելու եւ հրաժարական պահանջեք նկատի ունեք բնականաբար դա կներեք դա մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը չէ ընդհանրապես այսինքն մարդու իրավունքների պաշտպանը հակառակը պիտի իր ամբողջ էությամբ ցույց տա որ ինքը ընդհանրապես որևէ քաղաքական նախասիրություն չունի այսինքն քաղաքական չեզոքությունը պետք է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երևի թե առանցքում լինի եւ շատ բնական է որ մարդու իրավունքների պաշտպանի ուղղակի թե առաքելությանը թե կարգավիճակին թե իր գործունեության էթիկական սկզբունքներին է հակասում կառավարության հրաժարական պահանջելու ձեզնից էլի այդքան գիտեք ինչու է ձևավորվել այդ սպասելիքը ընդդիմադիր խոսք կամ իշխանական խոսք ընդդիմության հասցեին այո բայց այդ սպասելիքը ձևավորվել է այն պատճառով որ այսքան տարիների ընթացքում Պատշաճ հանրային իրազեկումներ չեն իրականացվել այն մասին, թե ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու առաքելությունը ինչին է վերաբերում որպես այդպիսին եւ սա հիմա էլ նաեւ սրան գումարվել է այն հանգամանքը, որ բազմաթիվ դերակատարներ, ովքեր նաեւ մասնագիտական գործունեություն են ոլորտում իրականացնում, իրենք են նաեւ ձևախեղված պատկերացումներ սկսում ձևավորելու թյուր մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ եւ արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որ ընդհանրապես պատկերացումները այս հաստատության մասին քաոտիկ են։ Տիկին Մանասյան, չեք տեսնում իրավապահների կողմից խտրական սկզբունքով հետապնդումների պրակտիկա, տեսեք, օրինակ Գարգին երկրորդի գլուխը ջարդելու կոչի արդիվ կա քրեական վարույթ, մեղադրյալ չկա, դա ակնհայտ բռնության կոչ է, մինչդեռ վարչապետի դեմ բռնության, ատելության վիրավորանքների մեկնաբանություններ անողները հայտնվում են իրավապահների հետապնդման տիրույթում, դատարաններում գործեր կան, մեկնաբանություն է գրել կամ նման հրապարակային խոսքերը հնչեցրել երկակի ստանդարտներ չեն կիրառվում, ասենք քննչական կոմիտեի դատախազության այլ իրավապահների կողմից, չէ՞ որ մենք նույնաձև վերաբերմունք չենք տեսնում բռնության խոսքի նկատմամբ, կապ չունի ում նկատմամբ է դա կիրառվել։ Ես ինքս եմ բազմիցս խոսել այն մասին, որ իմ կարծիքով Հայաստանում առնվազն ձևավորվել է այդ հայեցողական արդարադատության տպավորությունը, եւ այո, ես կարծում եմ, որ տպավորություն թե փաստ դե եթե մենք հիմա ունենք տպավորություն եւ այդ տպավորությունը չի վերանում, այսպես ասած, երկար ժամանակահատվածի ընթացքում, այո, բոլորս էլ կարող ենք ենթադրել, որ Հայաստանում կա հայեցողական արդարադատություն եւ սա շատ մեծ խնդիր է, որովհետեւ ինձ համար գաղափարը ոչ թե այն է, որ եկեք բոլորին դատապարտենք կամ հակառակը եկեք մեկին դատապարտենք, մեկին ոչ, գաղափարը հետեւյալն է։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք հակաիրավական վարքագիծ են ցուցաբերում, բայց դրա հետ մեկտեղ ակնհայտ պետք է լինի բոլորի համար, որ եթե մի հակաիրավական վարքագիծ կա եւ դրա համար պատասխանատվություն է վրա հասնում, դա պետք է բոլորին վերաբերի, կամ եթե պատասխանատվություն մեկի համար վրա չի հասնում կամ 10-ի համար վրա չի հասնում, ուրեմն բոլորի համար չպետք է։ Չի ստացվում իշխանական լծակներ են գործադրվում ընդդիմադիրների նկատմամբ։ Իսկ քննչական մարմինների դատախազությունը չեն նկատում ընդդիմադիրների նկատմամբ պարտավոր են նկատել, ես իհարկե չեմ կարող ասել ընդդիմադիրների նկատմամբ նկատում են թե չեն նկատում, բայց հաստատ կարող եմ ասել, որ օրինակ մեր հաստատության հետ կապված որևէ բան մինչև հիմա չի նկատվել, որովհետև որևէ վարույթ այն պայմաններում, որ բազմաթիվ են եղել իրավիճակները, ըստ էության մենք չենք տեսել։ Այսինքն ձեզ թիրախավորել են, դա նկատի ունեք։ Չէ, թիրախավորելը չէ, իհարկե մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կապված ցածր է շեմը ընդհանրապես վարույթ նախաձեռնելու, որովհետև գործունեությանը միջամտությունը, խոչընդոտելը գործունեությանը, արատավորող տեղեկություններ տարածելը կամ օրինակ վիրավորանք հասցնելը եւ այլն, դրանք բոլորը քրեորեն պատժելի արարքներ են, որևէ մի դեպքով վարույթի արկայություն ըստ էության մենք որևէ մեկս չենք տեսել, հետեւաբար ես այստեղ չէի ուզենա կենտրոնանայինք ընդդիմադիրների նկատմամբ կա թե չկա, որովհետեւ դաշտը մի փոքր ինձ համար օրինակ կանխատեսելի եւ որոշակի չէ, թե լավ որ դեպքերում են վարույթներ նախաձեռնվում, որ դեպքերում ոչ, եւ ըստ էության արդյունքը այն է լինում, որ մարդիկ էլ չեն հասկանում հիմա ի վերջո որ վարքագիծն է իրավաչափ, որը իրավաչափ չէ։ Իսկ դրա մասին մենք պետք է մարդկանց հստակ պատկերացում տանք։
անվստահություն չի առաջանում պետական կառույցների նկատմամբ եւ երբ որ մեկը կոչ է անում ջարդել կաթողիկոսի գլուխը եւ մնում է անպատիժ, իսկ այն մյուսը, որ կոմենտ է գրում եւ ասենք վիրավորում է Նիկոլ Փաշինյանը, ինչը եւս անթույլատրելի է բնականաբար, երկուսն էլ անթույլատրելի, բայց եթե երկու դեպքն էլ այսպես իրավապահները քննության են առնում, մի դեպքով կա պատիժ, մի դեպքով չկա, դա անվստահության մթնոլորտ չի առաջացնում իրավապահ համակարգի նկատմամբ։ Ես երկու հարթության տեսանկյունից պատասխանեմ հարցին, անհատական դեպքին չանդրադառնամ, որովհետև պետք է անհատապես բոլոր հիմնավորումները տեսած լինենք, որպեսզի եզրահանգումներ անենք, բայց միանշանակ է, որ եթե համանման դեպքերի պարագայում մի պարագայում վրա է հասնում պատասխանատվություն, մյուս դեպքում ոչ, բնականաբար այո, դա հանգեցնում է պետական մարմինների նկատմամբ անվստահության, բայց ուզում եմ նաև հատուկ արձանագրել, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ոչ թե իրականում ներկայացվում է մարմնի գործունեությունը կամ բովանդակությունը հարցի առնչությամբ, այլ ով կարող է շատ ավելի բարձր բղավել, իր տեսակետը ավելի հասանելի է դառնում մարդկանց եւ արդյունքում մի շարք իրավիճակներում, օրինակ մենք հստակ հասարակությունը, հա, եթե ընդհանուր վերցնեմ, հասարակությունը իրականում այնպես չէ, որ ստանում է օբյեկտիվ տեղեկատվություն այն մասին, թե ի վերջո օրինակ այս դեպքով ինչ եղավ, մյուսով ինչ, հետեւաբար հատկապես այն մարմինների հետ կապված, որոնց առնչությամբ բոլոր դերակատարները ունեն պարտավորություն նպաստելու հանրային վստահության զարգացմանը, բարձրացմանը, մենք պետք է մի քիչ այլ տրամաբանությամբ աշխատենք, այսինքն բոլորս էլ պետք է փորձենք ոչ թե պետական մարմինների կամ այլ դերակատարների գործունեության վերաբերյալ տարածել ապա տեղեկատվություն, հետո էլ խոսել այն մասին, որ անվստահություն է առաջացել, այլ պետք է դաշտը հնարավորինս ճշգրիտ դարձնենք, որպեսզի նաև իրական ինֆորմացիայի հետ գործ ունենանք, բայց միանշանակ ընդունում եմ ձեր ասածը, որ նաև մի շարք իրավիճակներում շատ օբյեկտիվ է հանրային վստահության անկումը։ Տիկին Մանասյան, վարչապետին հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանը փորձ արած ըստ իրավապահների մեղադրանքի խուլիգանության պաշտոնատար անձի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակով գործադրել է բռնություն։ Դրա մեջ է մեղադրվում։ Ես ընթերցեցի մեղադրանքի հոդվածը, հա։ Ըստ փաստաբանների նա լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այդ դուք անհրաժեշտություն տեսնում եք խափանման միջոցի փոփոխության։ Ես այս դեպքով խափանման միջոցի ազատությունից զրկման ձևով խափանման միջոցի կիրառման հետ կապված առնվազն մտահոգություններ ունեմ, նկատի ունենալով անձի առողջական որոշակի փաստաթղթերը, տարիքը, կրթության իրավունքի երաշխավորման հետ կապված հարցեր եւ այլն։ Հիմա բայց ես այստեղ նաև չեմ խախտի էթիկան դատարանի հետ կապված, որովհետև վստահ եմ դուք տեղեկացված եք, որ թե մեր օրենքի համաձայն, թե նաև միջազգային չափանիշների համաձայն մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր է հարգել դատական ակտերը եւ չմիջամտել դատարանների գործունեությանը, հետեւաբար լուսաբանման ընթացքում էլ խնդրում եմ նկատի ունենալ այս հանգամանքը, ես հարգանքով եմ վերաբերվում դատարանի գործունեությանը, բայց ամեն դեպքում ես ինքս ունեմ մտահոգություններ հարցի հետ կապված, ինչի պատճառով է նաև, որ ի տարբերություն շատ իրավիճակների, ես այս դեպքով նաև կալանքի հետ կապված հարցին եմ իմ հրապարակային խոսքում անդրադարձ կատարել, իհարկե դարձյալ պահպանելով էթիկան եւ օրենսդրական կարգավորումները հատուկ շեշտել եմ, որ չեմ անդրադառնում կոնկրետ հարցով դատական ակտին, բայց ամեն դեպքում կալանքի կիրառման պրակտիկան այո Հայաստանում համակարգային առումով է խնդիր եւ այս տեսանկյունից ես կարծում եմ հատկապես այն դեպքերում, երբ մենք բացառիկ իրավիճակներում չենք կիրառում կալանքը որպես խափանման միջոց, կարող ենք ձևավորել նաեւ չարաշահման վտանգ, իսկ կալանքի չարաշահումը կարող է շատ ավելի լուրջ վտանգների հանգեցնել։ Այսինքն պետք է բալանս պահել եւ ամենաթողության տպավորություն չստեղծվի մարդկանց մոտ, որ կարելի է ինչ-որ մեկին հարվածել եւ չկալանավորվել եւ նաեւ չչարաշահվի կալանքը, հա։ Ես կուզենամ այստեղ առանձնացնել հարցերը, որովհետեւ մի բան է արարքի համար պատժվել, պատասխանատվություն կրել, մի բան է ազատությունից զրկման ձևով խափանման միջոց, այսինքն նախնական կալանք ունենալ։ Կալանքը պատիժ չէ։ Նախ սկսենք նրանից, որ ձեր կարևոր մտքին կուզենամ, հա, անդրադառնալ։ Իրականում ես մի շատ վատ տենդենց եմ նկատում այս օրերին արարքի հերոսացման եւ արարքի հիմքով մարդու հերոսացման, որը կարծում եմ շատ վտանգավոր է, որովհետեւ ես անձնապես օրինակ նկատի ունեք Դավիթ Մինասյանի կողմից վարչապետին հավատալու փորձի արարքի հերոսացում։ Այո, արարքի հերոսացում եմ ես նկատում,
որը կարծում եմ շատ վտանգավոր է, որովհետև ես ինքս գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով գնում եմ դպրոցական հաստատություններ, երիտասարդների հետ եմ հանդիպումներ ունենում եւ մենք իրազեկում ենք անում այն մասին, որ չի կարելի ագրեսիվ բռնությամբ զուգորդված վարքագիծ ունենալ, դիմացիների հետ պետք է հանդուրժող լինես, համերաշխ լինես եւ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր երիտասարդներին պատշաճ մոտեցումներ փոխանցենք այս հարցերի առումով, այսինքն կարեւոր է, որպեսզի մենք փոխանցենք, որ ամեն դեպքում կա հանրային եւ միմյանց հետ հաղորդակցության ձևաչափ, որը ճիշտ չէ խախտել, որովհետեւ դուք ամեն դեպքում ֆիքսում եք, որ հարվածի փորձ է եղել։ Ես ոչ թե ֆիքսում եմ, որ հարվածի փորձ է եղել, ես ուզում եմ բացատրել, որ կապ չունի դա ֆիզիկական բռնություն է, թե օրինակ միմյանց հետ վիրավորական տոնով կամ սխալ տոնով, ագրեսիվ տոնով հաղորդակցություն, դա ճիշտ չէ, դա պետք է մեր երիտասարդները իմանան, որովհետև մեր այսօրվա երիտասարդների միջավայրում, դպրոցական միջավայրում մենք այնպիսի դեպքերի հետ ենք գործ ունենում, որ ակնհայտ է դառնում, որ սա իրականում նաև մեր տարածած այդ հանրային տեղեկատվության պատճառով է այդպես, որովհետև եթե մարդիկ հասկանան, որ խնդիր լուծելու ձևը չէ դա, նրանք բնականաբար այդպիսի վարքագիծ չեն ունենա։ Բայց եթե հիմա հետ վերադառնանք այս նախնական, հարցից եւ փորձենք անցում կատարել մյուս հարցերին, մասնավորապես այն հարցին, որ անկախ նրանից անձի արարքը դուրեկան է, լավն է, լավը չէ, իրավաչափ է, ոչ իրավաչափ է, պատասխանատվության միջոցները եւ նախնական խափանման միջոցի կալանքի հարցը իրարից տարբերվում են, որովհետեւ կալանքը դա ընդամենը գործի քննության ընթացքում խափանման միջոց է եւ խափանման միջոց է, որը կարող է կիրառվել բացառապես բացառիկ իրավիճակներում, հա? Եթե կարող է խոչընդոտել քննությանը։ Եվ մի քանի այլ հիմքեր, որոնք օրենքով են սահմանված։ Հիմա այս հարցերը պետք է իրարից տարբերակել։ Պետք է մարդուն տալ հաղորդագրություն պատշաճ, որ ամեն դեպքում անկախ նրանից թե խոսքը քրեական օրենսդրությամբ արգելված արարքի մասին է, թե այնպիսի արարքի, որը պարզապես իր մեջ ագրեսիա է պարունակում, բռնության տարրեր է պարունակում, բայց արգելված չի օրենքով, սա ճիշտ մոտեցում չէ, այսինքն մարդիկ պիտի իրար հետ ունենան հաղորդակցության բոլորովին այլ մեխանիզմներ, բայց դրանից բացի կա երկրորդ հարցը, թե անձը իր արարքի համար ինչ պատասխանատվություն պիտի կրի, սա երկրորդ հարց, որի հետ կապված եւս պետք է շատ ուշադիր լինել, եւ երրորդ հարց, թե գործի քննության ընթացքում ինչ խափանման միջոց կարող է կիրառվել։ Այստեղ այս բոլոր հարցերը պետք է տարբերակված ուսումնասիրել։ Շատ լավ, իսկ կարող է վարչապետի թիկնազորը զենք կիրառել այդ միջադեպի դեպքում, վարչապետի այն որ հարց են տալիս, ասում են նման իրավիճակում կարող է զենք գործադրել եւ եթե աշխատակից չկատարի պարտավորությունը կարող է հայտնվել բանտում։ Ես հիմա չեմ կարող եզրահանգում անել այն մասին հենց այդ պահին զենք կարող է կիրառել թե ոչ, որովհետև դա ենթադրում է թե դեպքի, թե այդ ոլորտին առնչվող իրավական կարգավորումների մանրամասն վերլուծություն եւ համադրում, բայց վստահաբար կարող եմ նշել, որ պետական պահպանության ներքո գտնվող անձանց պարագայում բնականաբար գործում են համապատասխան չափանիշներ իրենց պաշտպանությունը իրականացնելու եւ որևէ մեկը հիմա չի ասում, որ ընդհանրապես արգելված է ուժ կիրառելը, բայց ուժի կիրառումը այդ թվում պետական պահպանությունն իրականացնող անձանց կողմից պիտի լինի համաչափ, իսկ համաչափությունը նախ սա էլ հմտություն է, հա, ու գիտելիք է, որը պիտի համապատասխան անձինք ունենան, իսկ այն թե համաչափ է, թե համաչափ չէ, դա գնահատվում է համապատասխան մեթոդներով։ Համաչափ էր այս դեպքում Տիկին Մանասյան։ Դարձյալ ես հիմա չեմ կարող դրա մասին այսպես եզրահանգումներ անել, նաև նկատի ունենալով մեր հաստատության խոսքի արժեքը, նրա համար որ մենք կարողանանք դրա մասով եզրահանգում անել, պիտի բազմաթիվ հարցեր քննության առարկա դառնան, դրա համար ես նաև նախորդ շաբաթ դեպքին անդրադառնալիս լրագրողների հետ իմ շփման ընթացքում հատուկ նշել եմ, որ եթե կան կասկածներ ուժի կիրառման համաչափության առումով, դա պետք է եւս դառնա գործի քննության շրջանակներում քննության առարկա միանշան։ Ամեն դեպքում ՊՊՑ աշխատակիցը որևէ այսպես իրավական գնահատականի չի արժանացել, պետք է քննարկվի նրա վարքը, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ եթե դրա հետ կապված կան կասկածներ, կարծում եմ առնվազն քննության առարկա պետք է դառնա, այլ հարց է, թե կարող է քննության արդյունքում անմիջապես պարզվում է, որ ընդհանրապես անձի արարքում ուժի կիրառման անհամաչափություն չկա, բայց եթե կան կասկածներ ու եթե մյուս դեպքը դառնում է քննարկման առարկա, բնականաբար
դարձյալ համաչափությունն ու հավասարակշռությունը պահպանելու եւ իրավական կարգավորումները պահպանելու տեսանկյունից, այո, պիտի բոլոր հարցերը լինեն քննության առաջ։ Ամփոփիչ հարց, ինչու չեք ասում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Տիկին Մանասյան։ Չեմ կարող ասել, որովհետեւ քաղբանտարկյալ տերմինը բազմաթիվ չափանիշների հետ կապված համադրելիություն է ենթադրում, բայց ուզում եմ հատուկ ասել, որ իմ կարծիքով էլ Հայաստանում կան, եղել են բազմաթիվ ազատությունից զրկված անձինք, ում ազատազրկումը ինձ համար եւ կարծում եմ նաեւ շատերի համար բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Բայց նրանք քաղբանտարկյալ չեն։ Հիմա ես այդ տերմինը չեմ օգտագործի, որովհետև այդ տերմինի հետ կապված նախ չեմ հասկանում ընդհանուր այդ էմոցիոնալ ֆոնը, որ մեր հասարակությունում կա, անկեղծ ասած, որովհետև մարդկանց համար ինչն է կարևոր հասկանալ, որ անձինք ազատազրկման հետ կապված իրենց իրավունքները, օրինակ որևէ իրավունք խախտված է, երաշխավորված չէ, թե ուղղակի այդ տերմինը օգտագործել։ Անկեղծ ասած, այդ էմոցիոնալ ֆոնը չեմ հասկանում։ Տերմինի Էմոցիոնալ ֆոնը այս պահին չեմ կարող հասկանալ, բայց հատուկ կարող եմ արձանագրել, որ այո, Հայաստանում կան եւ եղել են ազատությունից զրկված անձինք, դարձյալ նորից եմ կրկնում, որոնց ազատազրկումը առնվազն տարբեր հարցեր է առաջացնում։ Անուններ կտակ։ Չէ, այս պահին չեմ կարող անուններ տալ, բայց առնվազն մի դեպքի մասին հենց խոսում էինք մեր այսօրվա զրույցի շրջանակներում։ Պարոն Մինասյանի, շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։